Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Եթերում ազատ շփումն է եւ թերևս շարունակենք երեկվա կիսատ թողած միտքը Նարեկ Կարապետյանի հետ ընտրակաշարքների վերաբերյալ, որ իբր լավություն անում գյուղեր, մյուղեր։ Հա, նայեք, ես հասկանում եմ տվյալ բնակավայրում ապրողներին։ Հասկանում եմ։ Չնայած չեմ ընդունի այն որոշումները, որոնք որ կարվեին իմ հանդեպ, այն լավությունները իբր ճակերտավոր որ կարվեին իմ հանդեպ, բայց հասկանում եմ նրանց։ Այդ անվճար տրանսպորտ իբր մի քանի համայնքների շրջելու չգիտես ինչի հիմա։ Բայց սա մի կողմ։ Այստեղ խնդիրը ուրիշ տեղ է։ Աչքովս ընկավ, սրանց այդ երևի դարձյալ հրյա տեխնոլոգներն են շարունակում աշխատել, չգիտեմ, ուրեմն մեկը բանտերը լցնում է ընդդիմադիրներով, մյուսը օգնում հայ գյուղացուն, որ երկիրը շենանա, ինչ-որ մի հատ Հայք News ասա տարածում, ու դրված են Նարեկ Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի նկարները, ուրեմն հուշեմ, գանք թերևս այս մանիպուլատիվ նախադասությունը փորձենք մի փոքր բացել, մարդը համարվում է պետության մեջ ամենամեծ արժեքը եւ լավ է, երբ որ մարդը ինքը ոչ միայն արժեքը հանդիսանում, այլ նաեւ արժեքը ստեղծում։ Արժեք կարող է ստեղծել ամենատարբեր ձևերով, հա, դրսևորումներով եւ այլն։ Այս պարագայում մարդը փող ունի ու որոշել է ինչ-որ բաներով տենց PR-վել, որպեսզի քաղաքական դաշտում ունենա հենարան, որովհետև մեր երկրում էլի եղել են բարերարներ, ովքեր շատ մեծ գործեր են արել Հայաստանի համար եւ երբեք չեն մտել քաղաքականություն, երբեք, որպեսզի չստացվի նաեւ, որ իրենք դա անում էին հետագայում ինչ-որ ակնկալիքների համար, այլապես դա չի դառնում լավություն, հա, դա դառնում է գնում։ Հիմա երբ որ դու այդ համայնքների միջև տրանսպորտ ես գցում, կներես մի հատ հարց տամ, այդ տրանսպորտի վարորդները համաձայնել են, չէ, երթևեկել այդ գյուղերով, ասեմ խի եմ ես հարցը տալիս, որովհետև եթե դու օրինակ հորդ ժամանակ ուզենայիր այդքան բանը անել, չէր ստացվի, վարորդները չէին գա քշելու, որովհետև ավտոները կջարդեին, որովհետև ճանապարհ չկար, հասկանում ես, այն ճանապարհները, որ կառուցվել են, իհարկե այսօր կարող են վարորդները երթևեկել, ու դեռ կառուցվելու են էլի, ավելի լավ ճանապարհներ են կառուցվելու, եւ կարող եք երկիրը դարձնել այնպիսին, որ այդ համայնքները անվճար տրանսպորտի կարիք չունենային, դա ամոթ է, 21-րդ դարում պետության մեջ տես բան ունենալը ամոթ է, ինչև է, չեմ կարծում, թե տենց գյուղացիները, բնակիչները գյուղերի մի ուրախությամբ են ընդունել այս լուրը, բայց մի քիչ էլ առաջ գնանք, դու քո միջոցներից ես ծախսանում, որը քեզ է պատկանում, դու կուզես այդտեղ այդ կանես, ընդեղ այն կանես, գումար ունես, բայց երբ որ դու դնում ու համեմատում եք պետության ղեկավարի հետ, ի տարբերություն դες պետության ղեկավարը իր գրպանի միջոցներով չպիտի անի, պիտի պետական բյուջեն ճիշտ կառավարի, օրինակ երբ որ դու քո միջոցներից դնում ես այդ տրանսպորտն մեջ, պետք է հասկանալ մի հատ, որքանով է, ասենք օրինակ տանը կարող եք նստել մտածել, որքանով է դա արդյունավետ ձեր ընտանիքի ծախսերի եւ բանի համար, իսկ պետության բյուջեն քննարկվում է հասարակության ներսում, դու հիմա ինչ ես ուզում ասել, որ բանը իշխանությունը թող երկրում տրանսպորտը դարձնի անվճար, այս ուղերձն ես տալիս, սա քո առաջարկն է քաղաքական, ես ուզում եմ հասկանալ, որովհետև եթե դա դիտարկենք որպես առաջարկ եւ բան, տենց ինչ-որ ակցիա, այստեղ բավականին հարցերի ես բախվելու, որոնց տակից դուրս չես գալու, չես կարողանալու դուրս գալ, որովհետև պետության բյուջեն այդպես չի ծախսվում, ու բերել
պետության ղեկավարին դնելու համեմատել մեկի հետ, ով որ ինչ-որ բաներ է անում, սրանք չգիտեմ, քաղաքականության մասին ինչ պատկերացում է պետք ունենա, կամ ինչպիսի ծանրագույն իրավիճակում քեզ պիտի զգաս, որ փորձես սա մանիպուլացնել ու վաճառել հասարակության վրա։ Ինչ է նստելու, որ այդ ամիսը, այդ ծախսը որքան է լինելու։ Ես լուրջ եմ ասում, սա ամոթ է։ Այդ տրամաբանությունը հենց այդտեղ է։ Բանտերն է լցնում ընդդիմադիրներով, բայց դու ես դրսում, դու էլ ես նստելու։ Դու էլ ես նստելու եւ դա բոլորիս է հասկանալի, ոչ թե որտեվ ընդդիմադիր ես, ոչ։ Ոչ մի ընդդիմադիր լինելու համար նստած չի։ Եթե այդպես լիներ, հանրությունը 49% չէր տա Նիկոլին, 99% կտար։ Դες որ այդ դրա համար չի աշխատում ձեր բողոքը, որովհետև քաղաքացիները չեն ներգրավում ձեր պոպուլիստական հայտարարությունների մեջ, թե իբր նստած են, իբր բռնաճնշումներ կան։ Դուք դրանով ճիշտ հակառակ տալիս եք հնարավորություն մարդուն պաշտպանվելու ձեր տեսակից։ Եվ պաշտպանվելու համար ամենամեծ ուժը իշխանությունն է, ընտրում է նրան։ Ու դուք խնդիր չունեք, հա, իմիջայլոց եւս մեկ անգամ տեսա արդարացումը, գիտեք, մի անգամ այդ մի դրամանոց աշխատավարձին անդրադարձել ենք ու ասել ենք, որ հետևողական ենք լինելու, որ ձեր թիմը 1 դրամով աշխատի։ Հիմա դուրս է եկել, ասում է, չէ, ասում է, այդ թիմը չէ, թիմը պարգևավճար չի ստանալու, բայց աշխատավարձը ստանալու է։ Ես աշխատավարձել չեմ ստանալու, 1 դրամով եմ աշխատելու։ Նարեկ չէ, նախ դու ասել ես թիմը, դուք, ասել ես մենք, սկսենք այդտեղից։ Երկրորդ, այ հենց դու առհասարակ պիտի չստանայր ըստ ձեր քարոզարշավի, որովհետև դու ինչ պիտի աշխատեիր, որ ստանայիր։ Երբ քեզ ասել են վարչապետի թեկնածուն, դու ես ասել ես չէ, Սամվել Կարապետյանն է։ Ասել են հա, բայց մինչև Սամվել Կարապետյանը գա, ոնց եք պատկասում, թե բա չգիտեմ, սահմանադրական մեծամասնությունով չգիտեմ ինչ ենք անելու, օրենք ենք զորով պարտադրելու ընդունվի, որ տենց բանը օտարերկրյա գաստրոլյորը կարողանա դառնա մեր երկրում վարչապետ, տենց նախադեպային բան եք ուզում անել, որը իհարկե Հայաստանի ճակատագրի համար ապագայում կլիներ կործանարար։ Ասում ենք, հա, բայց մինչև անգամ եթե մեծամասնություն կազմեք ու այդ օրենք ընդունեք, միևնույնն է, այդ արանքը ինչ որ մի հատ շրջան մեկը լինելու է, չէ՞։ Սամվել Կարապետյանը, որևիցե ձևով չեք պատասխանել։ Դու ես հիմա մի դրամով ուզում աշխատես։ Դու քո աշխատելու մասին բան չես խոսել։ Մի քանի ամիս։ Եթե խոսել ես, ցույց տուր։ Լրագրողը ոնց մոտեցել, հա։ Լրագրողները ոնց այդ հարցը տվել են, դուք խուսափել եք ուղիղ անուն տալուց, ասել եք Սամվել Կարապետյան, ասել են ոնց, ասել եք տենց։ Եվ ասել եք, որ դուք մի դրամով եք աշխատելու։ Դու երբ որ են 10 դրամանոցը ձեռքիդ մեջ ղուշգիր էիր անում, մի հատ տենց տեսանյութ կար։ Դու չէիր ասում, ես սա իմ 10 տարվա աշխատավարձն է լինելու, չէ՞։ Ասում էր մեր թիմը, մենք, մեր ժամանակվա, մեր կառավարության, դա էր ասում։ Իմջալուց չալարեմ կգտնեմ, Այս սենց հեշտ խապեցին ձեզ, սենց հեշտ, բայց ենպես չի, որ հենց այդ օրը խապեցին, հենց այդ պահին խապեցին, չէ, այդ խապելու աշխատանքները սկսվել են շատ ավելի վաղ, նախ դեմոնիզացնել, նախ լցնել դաշտը բացասական տրամադրություններով,
կեղտոտ բաներ, չգիտեմ, ինչեր, մարդու մեջ առաջացնել պահանջ ինչ-որ կերպ դուրս գալու այդ ամեն ինչից, հետո գան, սենց մենք կարող ենք ձեզ փրկել, ժողովուրդ, եւ հանել ձեզ այս վիճակից։ Ու հա, լավ, ոչինչ որ մի քիչ լավ չի խոսում, ոչինչ որ մի քիչ լավ չի աշխատում, ոչինչ որ մի քիչ չի ծառայել, ոչինչ որ մի քիչ փողերի լվացումներ կան, մի խոսքով այս ամեն ինչը ոչինչ որ հանրապետականի բանն է, թիմն է, ոչինչ սենց, ոչինչ նենց, ու բերեցին ազգային ժողով։ Հիմա էլ դուրս են եկել, այ մեր ընդդիմադիրները բռնաճնշվում են, քաղաքական ամենամեծ ընդդիմադիր ուժն է, ով է բռնաճնշվում։ Հա, մի քանի հոգի ռոզիսկի տակ էին, հետախուզման մեջ էին, ձեր թիմից փող բաժանելու համար։ Մի քանիսը մանդատները դրին թռան, ինչքան պետք էր փող աշխատեին, իրանք գլխանց վերցին, գնացին։ Իրենց պետք չէ հավելյալ գլխացավանքի տակ դնել, իրենց առօրյան այն ինչի մասին որ սենց կուրց ծծելով խոսում էին դողացող պաթոսային ձայնով, վերջ բարձվեց ամեն ինչ վերջացել է, մանդատները դրին գնացին, ասին դե մնանք ինչ անենք։ Գոհարը Մելոյան ասաց ես գնում եմ բան, տենց իրավական իմ հարցերով, մինչև այդ ինչով էր զբաղվում, էլի քո իրավական հարցերով էր զբաղվում, էլի։ Ձեր գրասենյակով էիր զբաղվում։ Հա, նախարար էիր ուզում դառնալ։ Մի անգամից տես նշաձող էր ամբիցիան, չնայած, ես ձեզ ասեմ, այս ամբիցիոզ մտածելակերպը կամ երազելու, սենց լայն ու երազելու հնարավորությունը նույնպես ձեզ տվել է ներկայիս իշխանությունը։ Այ երբ որ սկսեցին մարդիկ հասկանալ, որ լրագրողը դարձավ վարչապետ։ Փաստորեն հնարավոր է, իհարկե հնարավոր է, իհարկե ժողովրդավոր երկրներում դա հնարավոր է։ Հեղափոխություն արեց, դարձավ վարչապետ, հետո էլ սկսեց նենց աշխատել, որ վեր ընտրվելով գնում է։ Հետո ասում է, լավ, եթե լրագրողը դարձել է վարչապետ, ես էլ իրավաբան եմ, ես էլ փաստորեն կարող եմ, այո, կարող եք։ Հետևաբար են պնդումները բռնաճնշումների մասին կեղծիք են։ Սուտ են։ Մի խոսքով, ամեն դեպքում Ռուսաստանը ձեր միջոցով կարողացավ իր ներկայությունը եւս 5 տարով ապահովել ազգային ժողովում, չգիտենք այս ընթացքում ինչ փակ կամ գաղտնի թեմաներ կարտահոս են դեպի Ռուսաստան, ինչքանով դրանք վնաս կտան Հայաստանի Հանրապետությանը, դեռ չգիտենք, կաշխատենք երևա։ Հետո երբ կձերբակալվեն, երբ կբացահայտվեն կամ կբացահայտվեն արդյոք թե ոչ, որովհետև լրտես բացահայտելը աշխարհի ամենահեշտ գործերից չի։ Ու այդպես։ Ու այսօրվա դրությամբ էլ մարդը կանգնած, ինչ ասում։ Ասում է ժողովուրդ, էլի են իր զարմացած դեմքով։ Մեզանից արևմուտք, այդ որ դուք ասում եք գնանք արևմուտք, մեծ քարտեզը բացեք նայեք։ Մեզանից արևմուտք, որ երկիրն է։ Թուրքիան։ Ուրեմն արևմուտքը դա Թուրքիան է։ Եվ քանի որ Հայաստանից արևմուտք Թուրքիան է, ուրեմն բոլոր արևմտամետ գործիչները թուրքեր են։ Կամ արևմտյան արժեքներ կրողները թուրքեր են։ Երկաթե դատողություն։ Այստեղ ասում Նարեկ ջան, ոչինչ որ նոր ես ծանոթանում քարտեզին, դա դեռ քաղաքական քարտեզն է, դու մյուս քարտեզները չես տեսել, օրինակ տնտեսական, չգիտեմ, բնակչության, հազար ձևի քարտեզներ կան։ Մեզանից հյուսիս, օրինակ, Ռուսաստանը չի, Վրաստանն է։ Այսինքն, եթե դուք ուզում եք հյուսիսի հետ կապել կյանքը, ուրեմն Վրաստան։ Իմիջիայլոց Վրաստանն էլ իր հերթին խնդիրներ ունի Ռուսաստանի հետ։ Քո լոգիկայով եթե շարժվենք։ Այնպես որ, երբ որ մենք ասում ենք արևմուտք, Թուրքիան չի, Թուրքիան Հայաստանից դեպի արևմուտքը, այո, բայց արևմուտք ասվածը քաղաքական իմաստով
Եվրոպան է, Միացյալ Նահանգներն են։ Եթե չէ, իմիջայլոց ձեր քաղաքական քավոր եւ երաշխավոր հանդիսացող Վլադիմիր Պուտինը նույնպես Եվրոպային շատ դեպքերում Զապադ է ասում։ Արևմուտք։ Այնտեղ էլ Թուրքիա չկա, բայց արի ուտես, որ Ռուսաստանից դեպի արևմուտք Ուկրաինան է։ Կարող է Ռուսաստանը ուզում է տենց Ուկրաինան անա։ Չի կարելի։ Չի կարելի ամեն անգամ սս խոսույթով գալ ու հանրությունն էլ կանգնած իմիջայլոց ամենաուժեղը լրագրողների ռեակցիան էր, որ իրանք էլ հետի ոնց որ այդ պայն հայտնաբերեցին։ Հա, Թուրքիան է, ճիշտ է։ Հայ, Թուրքիայի հետ կապված։ Գյումրի Կարս երկաթուղու գործարկումը գործնական ռելսերի վրա։ Թուրքիան սկսել է Աքյակա Գյումրի հատվածի վերականգնումը։ Աքյակայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը հայտնել է, որ նախագահի հանձնարարությամբ արդեն սկսվել են սահմանային անցակետերի եւ երկաթուղային ենթակառուցվածքների նախապատրաստման աշխատանքները։ Աքյակա Գյումրի հատվածի վերականգնումը նրա խոսքով կավարտվի 2-3 ամսից։ Հայտարարվել է նաեւ Աքյակայից Գյումրի ցամաքային ճանապարհի մրցույթ։ Հոշատ ծանր չտարար Նարեկ ջան էս լուրը։ Նայ Հայաստանի Հանրապետությունը նոր սկսում է որոշ ճանապարհներ օգտագործել տնտեսական գործունեության մեջ մտնել Արևելքի, այսինքն Ադրբեջանի հետ։ Մշտապես գործող ճանապարհներ դեռևս չկան։ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ էլ չունի մշտապես գործող ճանապարհներ։ Թուրքիան փակել է այդ սահմանը։ Հիմի նոր ինչ-որ բաներ է փորձարվում փոխել։ Այսինքն Հայաստանը որպես պետություն աշխարհի հետ կապը, եթե կարելի է այդպես ասել, շատ համեստ երկու երկրների միջոցով էր ապահովում։ Մեկը Իրանի, ում վրա աշխարհը իր հերթին ունի սանկցիաներ դրած։ Մյուսը Վրաստանից դեպի ծով կամ Վրաստանից Լարս, ուրիշ ճանապարհ չկա։ Հիմա Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև կատարվող այս իրավիճակից ելնելով Իրանի սահմանը նույնպես գրեթե չի օգտագործվում, կարելի ասել։ Լրջագույն խնդիրներ են առաջացել։ Ոչ թե որովհետեւ Իրանի հետ հարաբերությունները լավը չեն, այլ որովհետեւ տեսնում եք ինչա կատարվում տարածաշրջանում։ Այսինքն Հայաստանը աշխարհի հետ տնտեսական միակ կապի միջոց այս պահի դրությամբ դեռևս ունի մի Վրաստան։ Իսկ եթե ավելի կոնկրետանանք, անգամ եթե ճանապարհը բաց լիներ, մի հատիկ Լարս։ Մի հատ պետություն աշխարհի հետ ունի մի հատ Լարսով կապ, որը իմիջայլոց Ռուսաստանը ձեր խնդրելով, ձեր հուշելով փակել է, որպեսզի ազդի իմ ընտրության, իմ կարծիքի վրա, իմ Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի, որովհետև նա չի ընկալում, որ Հայաստանի Հանրապետությունում հայ քաղաքացին է որոշում։ Ոչ, ասում է, տերը ես եմ, ոնց կուզեմ, տենց կորոշեմ, օրինակ կուզեմ Մոսկվայի պայմանագրով մի մասը կտամ Թուրքիային, չեմ ուզի չեմ տա, կուզեմ Արցախը կտամ Ադրբեջանին, չեմ ուզի չեմ տա, հասկանում ես։ Հիմա ոնց ես կարծում, ընդ որում Վրաստանի մասով էլ ահագին հարցեր կան։ Վրաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերություններ չկան, խոսքով։ Հանկարծ ընդեղ մի հատ ռազմական գործողություն է սկսում, տնից տեղից հեռու, վերջ, բլոկված նստում ենք։ Ուստի ինչ է պետք անել։ Պետք է բանակցել, պետք է շփվել։ Չէ՞։ Պետք է փորձել բացել փակ սահմանները, ընդգծել, ֆիքսել, որ սա սահմանն է, հետո բացել։ Անվտանգությունը ապահովել, ֆիքսելով եւ բացել ճանապարհներ։
Ճիշտ ենք հասկանում իրար։ Հիմա դու որտեղ նեղվեցիր հատկապես, երբ որ քեզ համար պարզեցիր, որ Հայաստանից արևմուտք Թուրքիան է։ Այդ փաստը հարյուրավոր տարիներ այդպես է։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք ժողովուրդ ջան։ Ուրեմն, այո, ես ցած մանրամասն երբեմն խոսում եմ նաև մարդկանց համար, ովքեր որ գուցե այս նյուանսները, որոնք ամենակարևորն են, չեն նկատում։ Օրինակ, այսօր դարձյալ տաքսիով գալիս է գործի, մի երիտասարդ տղա էր, բավականին խոսեցինք, ու մինչև տեղ հասնելը հասկացավ, որ պատերազմները հայրենասիրական պաթոսի տակ դնում են այն ժամանակ, երբ որ ալարում են մարդուն քաղաքացուն բացատրել, թե իրականում խի է սկսվում պատերազմ։ Այսինքն հայրենիք բառը օգտագործվում է շատ դեպքերում նրա համար, որ մարդը որոշում կայացնի մասնակցելու իր հայրենիքի ազատագրմանը։ Իսկ եթե տեսնենք, թե ինչ դիվանագիտական ձախողումներ կարող են բերել դրան, ու դա պարզ մեկնաբանվի ու մարդիկ տեղեկացված լինեն, շատ դժվար կլինի պատերազմ սկսել, հա, որովհետև պատերազմի մասնակիցները ովքեր են, զինվորները։ Եվ շախմատային տախտակի վրա, գիտեք, զինվորների ֆունկցիան որն է։ Զոհաբերել, զոհաբերվել։ Պատերազմները հիմնականում ճանապարհների մասին են, ճանապարհների վրա վերահսկողություն ունենալու մասին են, պատերազմները ջրային ռեսուրսների մասին են, պատերազմները պարզապես տարածքների մասին չեն։ Եվ հենց հիմա քթներիս տակ տարածաշրջանում հերթական ռազմական գործողությունները դարձյալ ճանապարհների մասին են։ Հիմա ռուսամետ ուժերը այս մի քանի տասնյակ մեզ բերել կապել են մի ճանապարհից, հետո ամբողջ քարոզարշավին դրանից առաջ էլ խոսում էին, որ այդ եթե պիտի թրիփ ուղի լինի, թրիփ չէ, դեռ չէր որոշվել, պիտի այդ ճանապարհի վրա ռուսական FSB-ն կանգնի, այսինքն տիրապետումը պետքա տրվի ուրիշ երկրի։ Ինչ ասես խոսեցին, ու իհարկե այս ամեն ինչը իրենք չէին դիտում ինքնիշխանության, պետության ինքնիշխանության անկախության ոտնահարում։ Չէ, իրենք շատ նորմալ, հանգիստ այդ խոսույթը օգտագործում էին։ Ու հիմա շատ նեղվում են, եւ նրանց ներկայությունը ազգային ժողովում նաեւ դրա համար է, որ Հայաստանը սկսում են ինչ-որ ճանապարհների մասին հեռանկարներ հայտնվել, սկսվում են անգամ որոշ ճանապարհներ գործնական փուլ մտնել ուրիշ երկրների հետ, հա, թեկուզ այո թշնամական վերաբերմունքով երկրների, բայց անգամ գիտեք ժամանակները անընդհատ նոր բան են պահանջում, անընդհատ, դու չես կարող, ես չեմ ասում, թե 30 տարի առաջ ինչ որոշում, որ կայացվել է սխալ է եղել, ոչ, բայց կայացվել է այդ պահի ազդեցության տակ, իհարկե այդ պահին լավ կլիներ մի նորմալ մեկին ունենայինք, բայց այդ պահին աշխարհը այդպեսին է եղել, 5 տարի հետո այլ, 5 տարի հետո այլ, 10 տարի հետո այլ, այսօր այլ, հասկանում եք, ու այսօր ընկալելի է, որ առանց տնտեսության դու չես կարող լինել պետություն, պարզապես չես կարող, որովհետև տնտեսության զարգացման արդյունքում որ վճարվում են բոլորը, զինվորից մինչև դիվանագետ, բոլորը։ Ու տնտեսությունդ որպեսի կայուն աճ գրանցի, պիտի ունենաս աշխարհի հետ կապ ճանապարհներ, վերջ։ Ինչ է միջայլոց այս ուժերը մերժում են։ Ուսում են չէ, պիտի չբացվի այդ սահմանները, չէ, չպիտի մտնես Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մեջ, չէ, ինչու չէ, որովհետև բանա, Ռուսաստանն է ուզում դա, Ռուսաստանն է ուզում, որպեսզի այդ ճանապարհները եթե անգամ լինեն, ինքը վերահսկի։ Ես աչքովս ընկավ Հոմենընդմենը ինչ-որ բանակում էին իրական, Հայաստան են եկել, Երևանում են, երիտասարդներ են, ցավոք դաշնակներն են
տենց նրանց ուղեղը լվանում, ես ինքս հոմենտմեն եղել եմ, գիտեմ դա ինչ է, բայց ամեն դեպքում նրանցից շատերը ապագայում լքում են այդ շարքերը, երբ որ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում, բայց կային օրինակ Ավստրալիայից, կային Եվրոպայից, ես այդ երիտասարդներին հարց ունեմ, եթե հայերեն կհասկանաք իհարկե, շատերը հասկանում են, շատերը չէ, ձեր համար ոնց էր, երբ որ օրինակ Երևանի օդանավակայանում իջաք ու անգամ ուշադրություն չդարձրեցիք, որ այնտեղ Հայաստանի ԱԱԾ-ն է կանգնած, ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Ուշադրություն չեք դարձրել, գիտեք ինչու, որովհետև դա նորմալն է, որովհետև գիտեք, որ բա որ երկրինը պիտի կանգներ, չէ՞։ Դե պատկերացրեք, որ եթե այն ժամանակ իջնեք, ձեզ դիմավորել էր Ռուսաստանի FSB-ի սահմանապահ զորքերը։ Ու արձանագրելու են, թե դուք երբ եկաք, երբ գնացիք, որոշակի տվյալներ, անձնական եւ այլն։ Ովքեր որ առաջին անգամ չեն գալիս, այդ փոփոխությունը նկատած կլինեն։ Ովքեր առաջին անգամ են գալիս, իմացեք, ձեզ բերողները, ձեզ Հայաստան բերողները, դաշնակները, ձեզ օդանավակայանում դիմավորելու են, այն որ չերեզ FSB, չերեզ ռուսական հատուկ ծառայություններ։ Ու դա իրենց այդտեղ կանգնեցրածն է։ Եվ իրենք սատարում էին դա։ Եվ շատ նեղվել էին, որ ինչ-որ պահից Հայաստանի ԱԱԾ զինված ուժերը ծառայությունը ստանձնեցին։ Հասկանում եք։ Ինչպես է իմիջիայլոց Հայաստանում։ Ես հուսամ լավ ժամանակ կանցկացնեք եւ կարծում եմ տպավորությունները ձեր կլինեն այնպիսին, որ ինքներդ կհասկանաք, որ իսկապես պետք չի գնալ մի դիվանագիտությունը հայկական արտաքին չի կարելի տանել մի ուղղությամբ, որտեղ որ օրորի կործանումների մասին ենք լսում։ Չի կարելի։ Իհարկե փորձում են այս միտքը մեր մեջ դնել իբր մենք դավաճանում ենք ռուսազգին, չնայած որ ռուսական իշխանությունները դավաճանեցին հայ ժողովրդին իրականում, դե հայ եւ ռուս ժողովուրդները չեմ կարծում իրար դավաճանված կզգան կշարունակեն շփվել, բայց ռուսական քաղաքականությունից հիմա հեռու է պետք մնալ։ Իմիջիայլոց մի հետաքրքիր տեսանյութ է տարածվում, Սիբիրից մի կին էր խոսում, ով քննադատում էր ռուսաստանյան իշխանություններին, ես չգիտեմ նրա հետ ինչ տեղի կունենա, այնուամենայնիվ նա ինչ էր ասում էր, որ եթե այսպես է, մի խոսքով շատ դժվար է կյանքը, վատն է, եթե այսպես է, Սիբիրը այնպես չի, որ ռուսական է, էլի, ասենք Ռուսաստանի, հա, Ռուսաստանի Դաշնության մեջ է, բայց ինքը շատ հանգիստ կարա միանա Չինաստանին օրինակ։ Որովհետև կներեք բոլորն են հասկանում, որ Մոսկվայից կամ Պիծերից մաքուր ռուսների չեն տանում, էլի առաջինգից։ Այ հենց այս դաշնության երկրների էթնիկ բնակչությանն են տանում ընդեղ վարի տալիս։ Իմիջայլոց այդ ճակատում ավելի քան 6-7 հազար զոհ ունենք միայն ռուսական կողմից, բայց դեռևս ոչ մեկի սիրտը չի ցավացել այդ ուղությամբ։ Նենց դուրս չեն եկել, ասեն մեր տղերքին տարան կոտորեցին, դա դա Ռուսաստանն է, Ռուսաստանը թողանի ոչինչ։ Բանա, ու շատերը զարմանում են այս մոտեցման վրա։ Ասեմ ձեզ, նախ Սիբիրում հատկապես վաղուց է այս աշխատանքները գնում։ Ես մի 20 տարի մենակ ես եմ նկատել, բնականաբար ավելի վաղուց է գնացել, եթե մի 20 տարի առաջ ես եմ նկատել։ Արդեն մարդկանց մեջ մտցնում են իրենց ազգայինը գնահատելը, ազգային պատմությունը մի հատ վերանայելը, իհարկե արևմուտքն էր դա անում, դրոշի մասին, խոսքը, ինչի պիտի ռուսերեն խոսեն երկու սիբիրյակներ, չէ, որ դուք ունեք ձեր մայրենի լեզուն, որը մեռնում է արդեն, հասկանում եք։ Իմիջայլոց Կովկասյան որոշ երկրներում նույնպես այդ բանը կա։ Այսինքն շատ հեշտությամբ ու այդ ամեն ինչը դրված է, այդ դինամիկները շարված են։
Նույնիսկ մի հատ կնոպկայի սեղմելով մի օր կարող է պայթել եւ Ռուսաստանը շատ լավ գիտակցում է իրենց թույլ կողմերը, շատ լավ է գիտակցում, որովհետեւ դա Ռուսաստանի դաշնություն է, դաշնություն։ Այնպես որ եթե հիմա նորից այդ խոսույթը սկսում է տարածվել ռուսաստանյան տիրույթում, ձեզ ասեմ, շատ ավելի հեռու է պետք խաղալ, ուրեմն, շատ ավելի հեռու։ Եվ աշխարհի նոր վերաձերվակերպման ժամանակ փորձել չընկնել ոտնատակ։ Այո, մի տարբերություն իմիջայլոց կա։ Երրորդ անգամ աշխարհակարգ փորձարվում ձևավորել, իհարկե դա գուցե տարիներ տևի, շատ դեպքերում տասնամյակներ էլ է տևում, եւ Աստված դեռ այսքան պատերազմներով մոլորակը բրցնի, ասենք դեռևս հնարավոր է, կառավարվում է, հա, օրինակ Կովկասը դեռ չի պայթում, Չինաստանը դեռ չի պայթում, Ճապոնիան դեռ զսպող բաներ կան դեռևս։ Մեծ պատերազմներից ռուս-ուկրաինականն ու Միացյալ Նահանգներ Իսրայելա-իրանականն։ Դեռևս կառավարելի է դա։ Բայց եթե հանկարծ կառավարումից դուրս փթռավ, սկսվեց երրորդ աշխարհամարտը, դա շատ վայրենի պատերազմ է լինելու ու ձևավորվելու է նոր աշխարհակարգ, չէ՞։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ անում է, որ գոնե երրորդ անգամ ձևավորվելուց, աշխարհակարգ ձևավորվելուց, մենք լինենք ոչ թե սեղանի վրա, այլ սեղանի շուրջ։ Հասկանում եք։ Որովհետև առաջին աշխարհամարտի ձևավորման ժամանակ մեզ դուրս դրեցին սեղանի շուրջ լինելու հնարավորությունից։ Այսինքն դրեցին սեղանի վրա, կոնի նման։ Երկրորդ աշխարհամարտին սովետական միություն էր։ Մենք նույնպես որոշում կայացնող չէինք։ Մենք նույնպես սեղանի վրա էինք։ Երրորդ աշխարհամարտն է, սա կոպիտ եմ էլի ձևակերպումներ անում։ Երրորդ աշխարհամարտն է, մենք պիտի լինենք սեղանի շուրջ, մնանք սեղանի շուրջ, թե չէ կայտնվենք սեղանի վրա։ Եվ այս իմաստով դեռևս ոնց որ Հայաստանը լավ է մանևրում։ Եվ այս դեպքում մենք այո, հենց խնդիրը հենց այստեղ պիտի մենք բալանսավորման քաղաքականությանը տուր կտանք։ Հասկանում եք, որպեսզի կարողանանք ասես որոշակի ճոճ ապահովել, էլի, չջարդվելու համար։ Իմիջայլոց շատերը սա դիտարկում են արևմտամետ գործունեություն, բալանսավորման քաղաքականությունը, բայց չէ, պարզապես գիտեք ոնց է, եթե այն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը 99% կախում է ունեցել Ռուսաստանից, հիմա փորձ է արվում մի քիչ շատ աշխատել այլ երկրների հետ, դա դիտվում է ոնց որ հակառուսական հենց նրա համար, որ նրանք երբեք սովոր չեն եղել, որ մենք շատ կաշխատենք մյուսների հետ, բայց այդ շատը հարաբերական իմաստով բալանսի բերելու մասին է, դա շատ չի, դա բալանսի բերելու չափականակն է, հասկանում եք։ Այս իմաստով Հայաստանը կարողանում է շարունակել մնալ սեղանի շուրջ, մենակ ինձ մի հարց է անհանգստացնում։ Ես օրինակ շատ կցանկանայի իմանալ, դե այդ հարիսան անպայման եփելու են ու այնտեղ գնալու են շերեփներով։ Մեր երկաթե շերեփը, ասենց ալեգորիկ իմաստով, մեր երկաթե շերեփը ո՞րն է լինելու։ Ինչու՞մն է կայանում մեր շերեփի երկաթյալ լինելը։ Այս հարցը իմ կարծիքով թերևս ամենակարևորագույններից է ինձ համար, որպեսզի մի օր էլի չպարզվի, որ մենք թղթե շերեփով էինք։ Եվ օրինակ միջև մա ինչ եղել է թղթի մասին, ասենք, չէ, սահմանների սահմանազատումը շատ կարևոր գործընթաց է, արձանագրվեց, դրվեց, ստորագրվեց, ֆիքսվեց, օրինակ դեռ գնում է պրոցեսները, բայց ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ։ Սա թղթե մասն է։ Երկաթի մասով ինչ ունենք։ Սա ես ճիշտ ասած որքան փնտրում դեռևս չեմ կարողանում գտնել։
Եթե դա միջազգային հարաբերություններն են, տարբեր երկրների հետ ռազմավարական հաստատքների, ստորագրումներ եւ այլն, դարձյալ փաստաթուղթ ենք տեսնում, բայց այ գործնական քայլեր ոնց որ այդքան էլ շատ չեն երևում, չի երևում։ Գիտեք, Հայաստանը ինքը փոքր է, ու մենք էլ 3 միլիոն ենք, էլի, ինչ որ տեղի է ունենում, մենք կարող ենք տեսնել, կարող ենք զգալ մեր մարմնի վրա, բայց այդ ոնց է գալիս, ոնց է ստացվում, որ մենք չենք տեսնում դա, չի ստացվում։ Կորում է ինչ-որ սենց, կլա անվում է, ոնց որ սպունգ լինի Հայաստանը, սենց կլանի այդ ամբողջը։ Դրական ոնց որ թե լավ բաներ ա ուզում տեղի ունենա, էլի չենք տեսնում։ Գործնականում կաշիներից վրա չենք զգում։ Գուցե կառավարության, աշխատանքային, փաստաթղթաշրջանառության առումով դրանք տեսանելի են, բայց հասարակության համար դրանք տեսանելի չեն։ Եվ լավ կլինի, որ այս հարցի պատասխանը հայ մարդը, հայ քաղաքացին ունենա, որ իմանա, որ ինքը ունի երկաթե շերեփ ու հարկ եղած դեպքում, երբ որ հարիսան պատրաստ կլինի, մենք կունենանք մեր բաժինը այդտեղ։ Չգիտեմ, ինչ որ այսօր էս տեսակ խոսակցություն ստացվեց։ Բայց գալով Ռուսաստանին, ուրեմն Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել երեկ Վլադիմիր Պուտինի հետ։ Այսօր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ։ Ես այդտեղ կուզեի մի հատ դաշնակների դեմքը տեսնեի միջայլոց։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են արդիական հարցեր եւ վերահաստատել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը հետագայում ընդլայնելու փոխադարձ ցանկությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Շատ համեստ ինչ-որ գրառում։ Հայաստանի մասով, ամենայն մանրամասներով, ընդ որում վարչապետը դիմել է այս Միրգ Բանջարեղենի մասով, սահմանային խնդիրների մասով, ծաղիկներ, չգիտեմ ինչեր, արտահանման խնդիրների մասով, ընդեղից դե կնայենք, չգիտեմ ինչ կանենք, բնական է, սա ռուսամետ ուժերին դուր է գալիս, իրանց մեջ ինչ-որ հայրենասիրական ինչ-որ բան չի շարժվում, իրանք շատ հպարտ են, որ Ռուսաստանը կարողանում է Հայաստանին տենց ճնշել, իսկ Ադրբեջանին չի կարող, ընդհակառակը նա ծնկում է Ադրբեջանի առաջ ամեն անգամ, բայց այդտեղ մի հատ ուրիշ հարց էլ կա, էլի, արևմտամետ քաղաքական ուժերին, իսկապես ես չեմ հասկանում, խնդրում եմ բացատրել։ Օրինակ, այս շրջանում չի, որ պիտի ավելի արևմտամետ կամ բալանսավորման միջանկյալ անգամ ուժերը որոշակի վերաբերմունք հայտնեն ոչ միայն համացանցով, այլ գործնականում, փողոցում, դրսում ռուսական քաղաքականության հասցեին։ Ինչու է բավարարվում միայն ֆեյսբուքյան գրառումներով։ Դրանք վաղուց տենց չեն թողնում այդ ազդեցությունը, ոնց որ թողնում էին ինչ-որ պայ, կամ կարող է ինչ-որ պայից էլի ակտիվանան։ Այս պայի դրությամբ դա չի թողնում որևիցե հետևանք։ Ասենք օրինակ, էլի, ինչու ինչ-որ ակցիա, ցույց չիրականացնել բողոքի նշան, որպես որ ասենք, մետ Ռոսսելխոզնadzորը թող գա բացատրի, տեսնենք ոնց է ինքը Ծիրանի մեջ, օրինակ բլոչ հայտնաբերել, երբ որ Ծիրանը դեռ չի աճել։ Ասենք, ոնց կարաս դու երեխային դիագնոստած, եթե այդ երեխան չի ծնվել դեռ։ Մարդը չծնված իրան ասում ես տակություն ունես դու։ Բան ես, կորոնավիրուս ես։ Հիմի էլ խաղում մյուսը։ Սա հարաբերություններ են, չէ։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը գնում։ Լավ, Փաշինյանը հասկացանք, դե պետական պաշտոնյա է։ Ուզի չուզի ինքը պիտի քայլեր ձեռնարկի։ Բայց մյուս իմաստով էլ քաղաքական ուժերին կամ հասարակական ուժերին անգամ չենք տեսնում որևէ բողոքի պրոցես իրականացնեն։ Չէ՞ որ սրանք նույնպես մեխանիզմներ են ու ամեն ինչ թողնել միայն
այս պարագայում իշխանության ուսերին, դա հետագայում որոշակի քննադատությունների համար լեզու է կարճացնելու, ես չեմ ուզում ձեր լեզուն կարճ լինի։ Եվ վաղուց ժամանակն է մի հատ դուրս գալ, դու հա հենց Ռուսաստանի դեսպանատան մոտ, ու մեկօրյա չէ, մի երկու ժամով չէ, ընդհակառակ ալիքը մեծացնել, ամեն օրով մեծացնել ալիքը, և պահանջները մի քիչ այլ կերպ ներկայացնելու ցույց տալ։ Վրացիները 3 տարյա միտինգ են անում, չեն օգնում, չեն ասում, սենց չի լինի, ամեն օր դուրս են գալիս գրեթե, ամեն շաբաթ է, կիրակի է, ու ամեն անգամ նայում ես քանի հազարավոր մարդիկ, չեն օգնում, հա, մենք ընտրել են այդ մաշեցնելու քաղաքականությունը դրսով, մենք այստեղ դեռ ոչ մի նման բան չեմ տեսել, ինչ-որ տենց հայտարարություններ, էլի դատապարտող, ֆեյսբուքյան գրառումներով։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիր կա, չեմ մեղադրում, բայց ես կարծում եմ խնդիր կա, եւ այս ուժերը որոշակիորեն հանուն Հայաստանի Հանրապետության շահերի լավ կլիներ, որ աշխատեին իրար հետ։ Եթերում ազատ շփումներ, ինչ-որ ամեն ինչից խառը խոսեցինք, մտորումների մասին էր երևի ավելի շատ այսօրվա եթերը, չգիտեմ, տեսնենք, ստացվեց են ինչ-որ ստացվեց, կհանդիպենք վաղուց, տեսություն։